քանի հարց ունեմ, կխնդրեմ, եթե շատ են հագրի առնեք։ Տեսեք, նախ ձեր վերջին ասացի հետ կապված Քոչարյանի ընտրություններին մասնակցելու հետ կապված Ռոբերտ Քոչարյանի յուրայինները պնդում են, որ սոցհարցում են արել եւ ընդդիմադիր դաշտում բարձր ռեյտինգ ունեն եւ շատ անարդարացի է իրենց ասել կամ հորդորել, որ դուրս գան քաղաքական դաշտից, բացի այդ իրենք ունեն Գյումրիի օրինակը, որը պարբերաբար մատնանշում է, որ Գյումրիում ստացվեց, հետեւաբար կստացվի նաեւ առաջիկա ընտրություններին, ինչ կասեք դրա մասին։ Երկրորդ հարցս Ռուսաստանի հետ կապված հարաբերությունների մասին, դուք ասացիք, որ Ռուսաստանի հետ կախվածության աստիճանը պետք է թույլատնենք, մենք չենք կարող արբանյակ լինել, ես ուղիղ կհարցնեմ, դուք հակառուս եք, թե հակառուս չեք։ Մյուսը, ես կուզենայի դուք հստակ նշեք, թե գայք իշխանության, ինչով եք տարբերվելու Փաշինյանից, որն է ձեր էական տարբերությունը քաղաքականության լինելու Փաշինյանի հետ, ինչ սխալ բան են արել նախկինները, ձեզ որն է նախկինների ամենամեծ ձախողումը, որով դուք գտնում եք, որ նրանք այլևս չեն կարող հավակնել իշխանության։ Հաջորդ հարցը անվտանգության հետ կապված է, վարչապետ Փաշինյանը ազգային ժողովում խոսելով այդ բյուջեի քննարկման հետ ժամանակ խոսելով արտաքին պարտքի մասին 8 միլիարդի մասին ասաց, որ չգիտեք ինչ եմ արել, չէինք ուզում ասել, բայց կասենք, զենք ենք առել։ Ու հավելեց, որ այն ընդդիմադիրները, որոնք չեն հավատում, որ ինքը զենք է առել, կարող է տանել սպառազինությունը ցույց տալ։ Դուք հավատում եք Փաշինյանին, որ այդ 8 միլիարդի զենք է առել եւ գնալու եք ձեր աչքով տեսնելու այդ զենքերը, թե չէ։ Եվ վերջին հարցը Արցվաշենի հետ կապված Փաշինյանն ասել էր, որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը հետ ենք բերելու, ես կխնդրեմ, քանի որ դուք էլ այդ թեման միշտ տակ եք պահում, կխնդրեմ ասեք, մենք ինչ գինենք վճարելու այս դեպքում, եթե հետ բերենք, շնորհակալ եմ։ Ռիփսիմե ջան, հիմա ես ձեզ որպես գերազանցիկ պատասխանեմ, թե ես ձեզ պատասխանեմ որպես վարչապետի թեկնածու Արման Թաթոյան։ Երկրորդ նախագահ, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակը նշեցիք, սոցհասման տվյալներ, բարձր ռեյտինգի, եւ եկաք դեպի Գյումրին։ Եվ ինչ ունենք Գյումրիում, քաղաքապետ, որը կալանավորված է, քաղաքապետի որդի, որը կալանավորված է, ավականու անդամներ, որոնք ձերբակալված են, փաստաբան, որը հավաքին մասնակցելու մարդկանց օգնելու համար ձերբակալված ու կալանավորված էր, այդ ունենք, չէ՞ Գյումրիում։ Այսինքն դուք պատկերացնում եք հիմա Գյումրին ուզում եք օրինակ բերել։ Գյումրին օրինակ բերողները պարզապես Հայաստանի Հանրապետության հանրապետական մակարդակի ընտրությունների քաղաքական համակարգից ստացումը պարզապես չեն պատկերացնում, թե այս ինչ համակարգ է։ Սա, եթե Գյումրին ընդհանրապես համայնքային ընտրություններ, սա Փաշինյանի համար քաղաքական իշխանության լինել չլինելու հարց է։ Իսկ սա նրա համար գիշերային մղձավանջ է։ Մենք սա պետք է նկատի ունենք, անգամ Գյումրիում տեսեք չհանգստացավ։ Եկավ, ճիշտ է, քրեական գործ է քննվում, անմեղության կանխավարկած կա, ես ոչ արդարացնում եմ, ոչ էլ մեղադրում եմ հիմա։ Քրեական կոնկրետ Գյումրու քաղաքապետի հետ կապված, բայց փաստը չէ ինչ ունենք։ Նույնը վերաբերում է մյուս ավականու մանդատներին եւ այլն։ Այնպես որ ես կարծում եմ սա հստակ պատասխանում է։ Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը։ Շատ լավ հարց էր եւ այդպես ուղղել որ տվեցիք։ Ոչ, ես հակառուս չեմ։ Ես հակառուս չեմ, բայց ես Հայաստանամետ եմ ու հայամետ եմ։ Եվ ես իմ բոլոր որոշումների հիմքում դնելու եմ իմ երկրի շահը։ Իմ երկրի շահը միշտ բարձր է լինելու իմ անձնական շահից, իմ պաշտոնի շահից, եւ ես այնպես եմ միշտ անելու, որ իմ ոչ մի քաղաքացի, որ ինձ վստահել է, հանկարծ որևէ անգամ գլուխը չկախի իմ համար, ամոթով չզգա, որ ինքը քվեարկել է ինձ համար, որ մենք բոլորով կառուցենք միասնական արդար, ուժեղ եւ ունենանք խաղաղ պետություն։ Եվ Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես արդեն ասացի, պետք է լինեն ֆունկցիոնալ։
պետք է լինեն արդյունավետ։ Մենք պետք է Ռուսաստանը այս տարածաշրջանում կարևորագույն պետություն է եւ աշխարհում կարևորագույն պետություն է։ Մենք դա պետք է նկատի ունենանք։ Մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ ռուս ժողովրդի հետ դարավոր բարեկամություն, մշակութային կապերով կապված։ Մեր սփյուռքը, տեսեք ինչքան սփյուռք ունենք այնտեղ, չէ՞։ Նրանց իրավունքների հարցը, նրանց հետ համատեղ աշխատելը, զարգանալը, սա շատ կարևոր է, բայց մենք պետք է լավագույնը վերցնենք աշխարհից։ Իսկ դա իմ կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգների այն համակարգերն է, որ ստվարկեցի, որ մեզ կարող են տալ։ Ինչով են տարբերվում Փաշինյանից։ Առաջինը, ես բոլոր հարցերին մոտենում եմ իմ փորձից ու կրթությունից ելնելով։ Ես ասացի, որ ինչպես ինքն էլ իր կրթությունից ելնելով, դե նայած որ կրթությունից, նորաձև թե որ։ Ես հստակ այստեղ ասում եմ, որ ես ելնում եմ իմ կրթությունից։ Ես կրթություն եմ ստացել Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում։ Իմ տեխնազուական ատենախոսությունը պաշտպանել եմ ռուսերեն, որովհետև գլխավոր դատախազությունից է Ռուսաստանի առաջին օպոնենտը։ 4 լեզուներով եմ ստացել իմ կրթությունը։ Իմ մասնագիտական փորձը վերաբերում է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում, ես ունեմ աշխատանքի փորձ։ Զենքերի 2020 թվականի 44 օրյա պատերազմից առաջ նույն հայտարարությունները չէին Փաշինյանի։ Իմ մոտ գիտեք, sense դեժավյու է երբեմն։ Ես երբեմն չէ, անընդհատ դեժավյու է։ 20 թվականի 44 օրյա պատերազմից առաջ ամբողջ աշխարհով թմկահարում էին, գնում էին սելֆիներ էին անում, զենքեր են կարել եւ ինչ եղավ։ Արդյունքը տեսանք էլի ինչ եղավ։ Այն մեծագույն գումարները, որ ծախսել էին, կամ չաշխատեցին, կամ ընդհանրապես չգործածվեցին։ Բա սա համարվում է, նույնը այստեղ է։ Շատ ներողություն, եթե սա ինքը ծառայեցնում է միայն իր նպատակներին եւ արդյունքում ոչ մի բան չկա տակը։ Ինչ այդտեղ կարելի է ընդհանրապես վստահություն ունենալ։ Մյուս հարցը։ Այդ որ ասում եմ, այսպես դեժավյու է գալիս։ Հələ մի հատ նայեք 2020 թվականից առաջ Թուրքիայի Ադրբեջանի հետ ինչ հայտարարություններ են անում։ Սևրի պայմանագրի օրվա հետ կապված ասում էին այն ժամանակվա հանրապետության նախագահը, մեկ էլ կառավարությունը։ Ասում են հայկական հարցի անբաժան մասը Սևրի պայմանագիրը։ Հələ տեսեք այսօր դրան գոնե 1% մոտ հայտարարություն կանեն, թե ընդհանրապես Սևր բառը մոռացել են այդ ինչ է։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին, հետևաբար ինձ համար այս խնդիրը փակ է, միանշանակ։ Այո, դա ծառայեցվում է միայն իր օրակարգին, որը կեղծ օրակարգ է, մեր հասարակությունը թմրեցնելու օրակարգ է, մեր ժողովրդին թմրեցված պահելու օրակարգ է։ Հիմա սահմանազատման արդյունքում անկլավներ եւ Արցախ։ Ես ասեցի դες, ժողովուրդ ջան, ես մեր ժողովրդին եմ ուզում դիմել։ Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի։ Ես սա միշտ եմ ասել։ Մի հատ նայեք իմ նախկին հայտարարությունները, ես միշտ եմ ասել, անկլավ բառ չպետք է գործածվի, վերջ, կա իմ երկրի անվտանգություն։ Մեր երկիրը անծայրածիր միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր չունի, մեզ մոտ ամեն սանտիմետրը մեր քաղաքացու հողն է, տունն է, ջուրն է, մեր սուրբ հայրենիքի ամեն մի մասն է, ես չեմ կարող ասել, գիտեք ինչ կա, անկլավները մկրատով ու բանով դնեն սկսեն կտրատելը։ Չկա նման բան։ Եվ մենք պետք է ելնենք միշտ սրանից, սա պետք է լինի կարմիր գիծ, որտեվ եթե հանկարծ դու պիտի գիծը քաշես ու պահես այդ գիծը, վերջ։ Ու ամեն ինչ անես, որ այդ գծից են կողմ չանցնես, որովհետև այդ գծից են կողմ արդեն անվտանգության ձախողում է լինելու ամբողջական։ Նույնը Տիգրանաշյանի հետ կապված, չէ՞։ Տիգրանաշյանի հետ կապված այդ լուծումները ընդհանրապես ինձ համար քննարկելի չեն։ Արցախը անհամեմատելի է անվտանգության առումով այն հարցերին, որ բարձրացվում է այդ տարածքների փոխանակումը, այսը ինչը։ Անհամեմատելի է, ոչ մի բան գոյություն չունի։ Հիմա ես մեկ մտածում եմ Ադրբեջանի նախագահը ինչ չի ասում, որ եկեք մեր տարածքից մի երկու Արցախ տանձես։ Եվ դրանք ընդ ո՞վ է գնալու ապրել, էլի կամ ինչ պայմաններ են լինելու։ Բայց փոխարենը կգա այս տարածքները կվերցնի։ Իսկ դուք մտածում եք ինչի է Ադրբեջանը այդ փոքր մի քանի
այսպես այդ տարածքների վրա աչքը տենց դրել, որտեղ անվտանգության համակարգից ձախողում է Հայաստանը։ Հետևաբար ինձ համար այս թեման փակ է ու շատ հստակ է սա։ Անվտանգությունը երբեք առաջնային չի չափվում քառակուսի կիլոմետրերով։ Ադրբեջանական օկուպացված տարածքները մեր երկրի չէ, ասում են ինչ-որ 200 կիլոմետր, քառակուսի կիլոմետր եւ այլն։ Բոլոր տեղերը իմ թիմի հետ բոլոր տեղերում եղել ենք։ Երբ ադրբեջանական զինծառայողները դիրքավորվում են, դրանից հետո էլի շատ կիլոմետրեր հեռու չի օգտագործվում այդ տարածքները։ Ժողովուրդ ջան, հետեւաբար այդ ամեն ինչը մնում է փաստացի օկուպացված մեր երկրում։ Ինձ համար դա ամենագլխավոր հարցերից մեկն է, որ պետք է լինի առաջնային ուշադրության առարկա։ Հազար ներողություն, բայց սա պիտի հարցնեմ։ Փաշինյանի բանավեճի, որ կանչեցիք պարոն Թաթոյան, դուք էլ նշեցիք Փաշինյանի բառամթերքը, էլի, ինչ հայոյախոսական բառամթերք այդ մարդու ունի, որ կանչում եք ռինգ այդ մարդուն, չեք մտավախություն չունեք, որ ինքը այդ իր բառամթերքով, չգիտեմ, դուք ո՞նց եք իրեն պատրաստվում այդ ռինգում, այսպես ասած, մերկացնել։ Շատ լավ է, այդ բառամթերքը ինչքան շատ ուզում է, թող օգտագործի։ Ես այն բանավեճը, որ տեղի կունենա, նաև շատ հետաքրքիր անակնկալներով տեղի կունենա։ Ինչքան բառապաշար ուզում է, թող ինքը օգտագործի։ Բառարաններով հետը։ Բառարանները, ասեցի Պետրոս Ղարզարյան, թող բառարաններ էլ բերի հետը, այդ էլ ձեր կողմից։ Խնդիր չունենք։ Ուղիղ եթերով էլ հեռարձակվի։